Երբ որ բիզնեսը սկսում էի, շատ սահմանափակ, շատ սուղ միջոցներով, արդեն ասեցի մի քանի ամսվա աշխատավարձով, ստիպված էի համոզել ծնողներիս ու գնալ այդ համարձակությանը մեր ունեցած, որ հորս մորս 30 տարվա, չգիտեմ քանի տարվա չարչարված ստացած սովետից կվարտիրան դնել գրավ։ Այդ իրանց համար չես պատկերացնում ինչ էր նշանակում։ Էդի շատ մի քիչ ինչ-որ մի հատ հուզիչ դրվագել կա, միշտ հիշում եմ, որ երբ որ բանկում սա տնեցիկով դե հավաց սեփականատ էր բաճս, սաղով գնացել են ստուգում են, ստորագրում են, համաձայնություն են տալի, այդ ժամանակ մեր կարերը, որ հեսա ասում ես հյուրես կանչելու, եղբայրս հələ անչափահաս էր, ու չգիտես խի տենց այմախ բանկում կարգ կար։ Միգուցե հիմա էլ կա, լավ չեմ հիշում։ Մի հատ թուղթ տվեցին մամայիս, բա գրի, որ եթե հանկարծ բնակարանը մի խոսքով միտքն եմ ասում, այդպես չեմ հիշում շարադրանքը, միտքն էր, որ եթե բնակարանը հանկարծ ստիպված լինենք ձեր ձեռքից վերցնել, դուք ձեր անչափահաս որդուն կապահովեք բնակ վարկերից ու խոսքի մերս հուզվավ դրա վրա չնայած ստորագրեց էլի երիք չի մի 6 ամիս աշխատել է այդ ուղղությամբ որ հավոզებ տունը դնենք երիք չի հիմա իմ կարծիքով այդ քայլը մենակ ինձ չեմ վերագրում բնականաբար իրանք էլ ինձ վստահեցին ու այդ քայլին գնացին այդ քայլը սաղից քայլն եմ համարում այդ քայլը միգուցե չգիտեմ թռիչ դարձավ թե չէ չգիտեմ սևակի ասած բայց լավ շատ լավ ստարտ ու սկիզբ դարձավ Եթե այսօր նայում ես թռիչ դարձա իսկ հանել եք այդ տունը գնալ